Սիրելի հայրենակիցներ, գնում ենք Armenia TV հարցազրույցի։ Այս 2 օրը այցելեցինք Արմավիրի մարզ եւ ասեմ, որ համ դրական բան կար, համ բացասական։ Դրական բանը այն էր, որ գյուղացիները, գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր եւ բանջարեղեն, որի բանջարքը շատ մեծ է եւ կարելի է շատ շահավետ վաճառել։ Բացականը, որ կա ջրի խնդիր, չկա մթերում եւ պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում։ Պետք է տնտեսական լավ քաղաքականություն, որ մարդիկ կարենան շահեկան վաճառք անեն։ Գեղարքունիքի մարզում վիճակը մի քիչ ավելի սուր էր, գործազրկությունը շատ ավելի բարձր էր, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել եւ այն փոփոխությունները, որ գալու են, այն աշխատատեղերը, որ ստեղծվելու են, երբ մեզ ասում են, որ 300,000 աշխատող չկա, թող մեկնեն Գեղարքունիքի մարզ, տեսնեն ինչքան մարդ է գնում խոփան, թող մեկնեն մյուս մարզեր մարդիկ, Շիրակի մարզ, Լոռվա մարզ, Արագածոտ եւ տեսնեն, թե մարդիկ ինչպես են պատրաստ աշխատելու։ Նաեւ այս մեր իշխանությունները այս քանի օրը մի քիչ սկսել են խոսույթների մեջ օգտագործել հիմնականում վիրավորական ելույթներ, որտեղ հիմնական նպատակը ցույց տալ, թե իրենք կարող են ինչ-որ մեկին, ինչ-որ ձև ճնշել, մեկը անգամ ասեց ոտնատակ անել, դուք մի քիչ գլուխ եք գովացել, ոտնատակ մարդու չեք կարող անեք, դուք կարաք մենակ բռնել տակ մարդու, հետի կարաք, հետի բան չունեմ ասելու, բռնել տակ կարաք, ոչ մեկ չի քննարկում հետի, ուրիշ բան չեք կարող դուք անեք։ Հայաստանում դուք մենակ բռնել տալու նախարարությունն եք։